Երկրում ոչ մի տեղից չստանալով ոչ մի լոմա։ Հիմա հարցնեք ինչպես։ Այ դրամի, $200 միլիոն։ Հիմա չասել է աշտանք ինչպես է կատարվել։ Երբ որ անցա ընտրեցի գյուղապետանի բյուջեն 23,000 դրամ լոմա։ Փող։ Բայց ես մի բան գիտեի, որ եթե Քրիստոսն առանց լեգիոնի զինվորի գրավեց աշխարհ, ապա ես լինելով հավատացյալ քրիստոնյա չպիտի կարողանայի գյուղը շենացնել։ Եվ ես կպա գործին, ապացուցելով, որ ես հայի այլ տեսակ եմ, ինչպես գրել եմ իմ գրքի մեջ, հայի տեսակը։ Այդ հայի տեսակը բոլորն այլ տեսակ է։ Կարող է ոմանք մտածեն, որ այդ տեսակը շատ հիմար է, շատ նվիրյալ, բայց ես այդպիսին եմ։ Եվ որ անցա կենսաթոշակի 2007 թվականին 10 միլիոն դրամ ստացա միանավակ թոշակ, դատախազության աշխատողներին հասնում էր այդքան։ 8 միլիոն դրամ ստացել եմ վարկ հայ բիզնես բանկից եւ 25-30 տարվա իմ ֆերմայի աշխատանքը 15-20 կթուկով ունեի, խոզեր եւ կենթանիներ։ Այդ բոլոր գումարները ներդրել եմ գյուղի զարգացման համար։ Այսինքն ձեր անձնական միջոցները։ Իմ անձնական միջոցները, կարող ոմանք չհավատան, որտեղ իրոք այդպիսի հիմարություն շատ քիչ է կարող ունենալ։ 41 միլիոն դրամ առաջին տարին վերանորոգել եմ գյուղապետարան։ Գյուղապետարանը տեղափոխել եմ 8 ամսով իմ գոմեր կոչված տարածքը, որտեղ լույսի փողը ես եմ տվել, գազի փողը ես եմ տվել, ջրի փողը ես եմ տվել, առանց որոշիչ բարձի։ Եվ գյուղապետարանը ոնց եւ տեղափոխեցին մայիսին 9 թվականի մայիսին գյուղապետարան շենք արդեն պատրաստ էր։ Ուրեմն բանի զուգահեռ ես գյուղապետարանի վերանորոգմանը կատարել եմ նաև ջրագետերի անցկացում։ Նամակ գրեցի ջրային պետական կոմիտեի նախագահին, ասելով, որ գյուղում խմելու ջուր չկա։ Նույնիսկ սովետական 20 տարիներին գյուղում խմելու ջուրը պրոբլեմա եղել։ Ինձ ասեն շոչիկ դրեք կլինի։ Ես այդ ծանրական նամակ հոդված գրեցի։ Ասեմ տրուբեկը փտած է, դուք ասում եք խողովակ դրեք։ Վերջ ուղարկեցին Մելիքյան անունով մեկի մոտ ջրային տնտեսության պետներ, ասես ես տալիս եմ 1 կիլոմետր խողովակ, այդ ջրագետերն ով անցնի, ես կազմակերպեմ։ Ինքը տվեց առաջին 1 կիլոմետր խողովակ եւ ամբողջ աշխատանքները ես եմ կատարել։ Ուրեմն այդ նույն տարում անելիք արտեզյան ջուր, արտեզյան հորատանցքը փորելու համար եղբայրս երկրաբանական ֆակուլտետի դեկանը։ Մի հորատանցքը փորելու համար $30,000 փող արժի։ Իսկ այդ բոլոր աշխատանքները կատարել են եղբայրս կոնսալտինգ ծանոթների միջոցով իսկ ամբողջ ծախսերը ես եմ իմ հորթը մորթել 14 բավարի 12 օր կերակրել, հետո եւս 12 օր, որտեղ եկան խորացրեցին այդ հորատանցքը 30 դարձին 60 մետր եւ այդ մարդկանց ամեն օր կերակրել են ամեն օր 200 լիտր դիզվառալիք եմ տեր որ ցանց հորատանցն աշխատի։ 3 տարում գյուղում անցկացրել եմ 18 կիլոմետր խմելու ջրագիծ։ 18 կիլոմետր Բեռնով եք ասում ժողովուրդ։ Մելիքյանը, որը ջրային տնտեսության պետն է, ասեց Սոկրատ, դու այդ աշխատանքը որ կատարել ես, արժի $500,000 ամերիկյան դոլար։ Իսկ ես ընդհանուր 10 միլիոն փող չեմ օգտագործել ջուրի բյուջեից։ Կներեք, այդ գումարները ձեզ որտեղ։ Ես ասել եմ, որ ես ասում եմ, մարդկանց մոտ հարց առաջանում, մի րոպե, հարց առաջանում։ Բայց ոնց ասում է, եւ դատախազ լափել ես, նախին դատախազ են եղել։ Ամբողջ կյանքում դատախազ են եղել։ Ժողովուրդ ջան, ես չեմ լափել։ Եթե նույնիսկ լափել եմ, վերել եմ դրել ջուրի զարգացման դելու փակու պատվից։ Բայց ես ձեզ ասացի 10 միլիոն միանալ թոշակ եմ ստացել։ Իմ թոշակը կազմել 400,000, 150,000 իմ աշտավարն 550,000։ Ամեն տարի ես ջուր ստանեմ 8-10 միլիոն եկամուտ, կովերի եկամուտն, հողի եկամուտն, 74 տարեկան մարդ եմ, 75 արդեն։ Ամեն օր ժամը 4-ին գնում եմ դաշտ, աշխատում եմ, մինչև 8:30։ Լողանում գալիս եմ աշխատանքի։ 5:30 գնում եմ դաշտ աշխատում եմ մինչև 9։ Իմ նանաշատասեր մարդ ոչ թե Պարոն Հովսեփյան, այդքան գործ է կարել, բայց ինչ են գյուղացիները միահամուռ կրկնում, որ ոչ մի բան չէ կարել։ Ահա, ես ձեզ մի բան ասեմ։ Ներողություն, մի հատ եկեք ճիշտ են, դուք երրորդ անգամ մտածել եք գյուղապետ սեպտեմբերի։ Ինչ ձայնային տարան։ Ունեմ, կոմունիստ եղել եմ, հոգով կոմունիստ եմ, բայց վերջերս հանրապետական կուսակցության անդամ եմ դարձել։ Նոր եք դարձել։ Ինչու են բողոքում։ Ասեմ ինչու են բողոքում։ Պարտված տեխնացուն։ Ինչ ձայների հարաբերակցությամբ է։ 49 ձայնով իրան հաղթել եմ ավել։ Հա, այսինքն թեժ պայքար է։ Թեժ պայքար է գնացել։ Ես ասացի չեմ, որ ոչ մեկին չեմ գնացել, չեմ դիմել, չեմ խնդրել։ Հիմա չէ, բարտված տեխնացուն, սկսեք, էլի, բարտված տեխնացուն, ինչ է։ Պարտված տեխնացունն ասում էր հարկերը մի տվեք, ես գամ ձեր հարկերը կջրեմ։ Ես ասում եմ սատի ծաղրելի է։ Պարտված տեխնացուն չունի կրթություն բացարձակապես, եթե տողանոց թերադրություն գրեք, ես 5 տողի մեջ նա 20 սխալից պակաս կան, ես պատրաստ եմ ինձ բաղներ հրաժարական տալու։ Բայց նրանց ցեղը, մեծ ցեղը, ոչ մեկ ջազերից ցեղ, այդ ցեղակի ես ջուղում ոչ մի բարեկամ չունեմ, մի տուն ամերը,
Ես բանեցի մերս պաշտահայ։ Եվ մենք մեր ընտանիքը գյուղն իշխում է իր ինտելեկտով, ոչ թե ինչ-որ բռնության կամ եւ բայց ասում եմ գիտության տեխնատու, ես 3 ինստիտուտ ավարտած, մայրս եղել է վաստակաշատ ուսուցիչ, հայրս եղել է դպրոցի դիրեկտոր։ Փառավոր ընտանիքի մի զավակ։ Հիմա ես ասեմ, ես բոլոր ինչից է գալիս։ Ուրեմն գյուղում կա դատախազ Արմեն Կարապետյան, Գրիշայի Կարապետյան։ 2013 թվականին սրա պարքերը այդ թուղթը վերեն, որ չասեք ինչ-որ օգնություն եմ կրակում, կազմում էր 620,000։ Արմեն Կարապետյան, Արարատի մարդի դատախազության աշխատող, դատախազ։ Ես իրեն ասացեք Արմեն Կարապետյանին, որպեսզի բերի հարկերը այլապես լավ չի լինելու։ Տեսա չի բերում։ Ես ասի Արմեն Կարապետյան, եթե դու 3 օրում հարկը չբերես, դու վարկագծի մասին գնում գլխավոր դատախազին։ Բերեց հարկը տվեց, հետո դուրս ես ճշնամի եմ վաստակել։ Եվ այդ ամբողջ կամպանիան ինքն կազմակերպում էր Արմեն Կարապետյանը։ Հիմա ուրիշ բան ասեմ։ Խնդրեմ դայեք։ Ուրեմն Մաջոջան, խնդրում դայեք 359,000 մուտերա հոր անունով Կարապետյան Գրիշա 40,000 մուտելա տատու անունով Հետիմյան Չէ, հիմա 440,000 միանգամից հողի հարկ եմ ուծել եւ ես այդ օրից իրան ճշնամին եմ դարձել ես չեմ վախենում ճշնամի վաստակել եթե օբյեկտիվ եմ ես այդ ճշնամությունը վաստակում Հիմա Այսինքն այդ մյուս տեխնացուին ինքն է մեջտեղ Ինքն է հրահրում Ասեցիք հանրապետական է, իսկ մյուս տեխնացու Ոչ մի կուսակ Հարում է ինչ-որ աջակցում բանուներ, թե գյուղացիներն են իրեն այդքան ձեռնարկել Իրանց ցերը շատ են, բազմատ քանակ ցեր են, բազատ ձեզ Բայց ցերն ինչ կապում, եթե ձեզ են ընտրել Չէ, ինձ ընտրել են 40 քանի ձայնով 49 ձայնով են ես հաղթել Եվ թե ես եղել եմ նախկինում ոնց բոլոր գյուղատնտեսի դժգոհ էին 8 տարվա ընթացքում ոչ մի դժգոհություն չի եղել իմ հանդեպ Բոլորը շնորհակալ են եղել, բոլորն ասել են կեցես քեզ Արարատի մարդին որ գյուղում ասես իմ մասին խոսում են որպես հայրենասեր մարդ, հայրենանվեր մարդ Ասում 18 կիլոմետր խմբի ջրագից անցկացել հետ բան է 41 միլիոն դրամի գյուղապետարանի շենք են վերանորոգել Արտեզյան հորականցը քանդել են Արժի $30,000 30 դրամ գյուղի բյուջեից չի օգտագործել Անցկացել են գիշերային լուսավորություն Ուրեմն գյուղում գործում է մանկապարտեզ հարգելի ընկերներ եթե կասկածում եք կարող բացել Այգեստան Facebook-ի մեր էջ եւ տեսնել Իրենք հիմնականում ինչից էին բողոքում որ Ամեն ինչից հիմա ասեմ ձեզ Այդ Facebook-յան էջում կա մենք ունենք 4 խմբանոց մանկապարտեզ Որի նմանը ես հավատացնում եմ, մենակ Մղրչյանի մանկապարտեզը մեզից առավ, որտեղ Հաղաստանի պատճառով Մղրչյանի մանկապարտեզը ով էր տիրել։ Իսկ այդպիսի մանկապարտեզ Երևանի շատ համայնքներում չկա։ Եվ ես հպարտ եմ, որ ին գումարները ներդել են, որ ապագա սերունդը մեծանա։ Եվ ես երեխաներին ասում եմ, ձեր հայրերի նման մի մեծացեք, որ փողոցում տեսնում եք դեզից մեծ մարդիկ բարևեք երեխան։ Եվ այսօր հասել եմ ես դրան։ Եվ ես շատ հպարտ եմ, որ գյուղում այդ սերունդը մեծանում։ Պարոն Սոքյան, հիմա նրանց ուզածը ինչ է Ես պիտի հրաժարական տամ։ Աթորի կռիվ է։ Աթորի կռիվը, ամբողջը։ Էլ եմ ասում, տամ իրան, եթե իմանամ ինքը կարող է կատարել, էլի։ Ասում ամբողջ չճկող մի անձնավորություն։ Հիմա Դոնալդ ընտրվել ասում չէ, դու չես պիտի Պարոն հրաժարական տակ որ լինի ձեր մրցակիցը։ Ինչպես։ Արմեն Հրաժարական տակ որ լինի ձեր մրցակիցը գյուղապետ թե Արմեն Կարապետյան։ Չէ, Արմեն Կարապետյանը դատախազ է աշխատում։ Ձեր մրցակցի անունը կասեք։ Հասարակական Հակոբ։ Հիմա ասում են գյուղում այդ Իսկ ինքը ինչ որ գործանում է, ով է։ Մարդ որ աշխատանքային տեսագրություն չունի, մարդ որ աշխատանքային գրթուկ չունի, մարդ որ այդտեղ չի աշխատել։ Այդպիսի մի տեսագրություն ունեցող անձնավորությունը ինչ կարող եմ ասել ես։ Հնարավոր է նրան Հրահրում, այո, կազմակերպում։ առաջադրել Ես չեմ կարող ասել դատախազը ինչ որ ճիշտ չի, ես չեմ կարող ինձ Բայց որ աջակցել է Դենտուկների ժամանակ աջակցել են, որ այդքան ձայնը ստացավ էլի։ Հիմա մեկ ուրիշ ասեմ ձեզ։ Մի հատ պարտքերից խոսացեք, էլ ինչ կլինի, ձեր գյուղում, գյուղացիները, ովքեր որ են ոստացել են, հարկային պարտավորություններ ունեն, ինչքան է։ Ուրեմն 75 մարդիկ գործվել են դատարան, հարկադիր կատարման, 75 գործի հարկային պարտավորությունը կազմում է 2.5 միլիոն դրամ։ 3.5 Այո։ 100 գործ արդեն պատրաստ է, որ պետք է նորից ուղարկեն դատարան։ Եթե նաև 5 միլիոնի հարկային պարտավորություն։ հենց նրանք են դուք Հենց նրանք, այո, եւ ինձ ասում են դու մեր գործը ուղարկում ես դատարան, բա մենք չբողոքեմ։ Ես ասեմ դուք պետք է հարկը տաք, թե չտաք։ Հարկը սուրբ պարտականություն թե ոչ։ Եթե դու չտաք, այդ եկամուտը ո՞նց պետք է հավաքենք։
Չեն ուզում տալ, ես էլ ասում եմ, ես իմ պարտականությունն եմ կատարում, դժգոհ եք, գնացեք բողոքեք, եւ ոչ թե ինչ-որ այդպիսի մեթոդներով ուզում են ինչ ահաբեկել, ուզում, հիմա ուրիշ բան ասեմ ձեզ, հոկտեմբերի 19-ին նստել էի գյուղապետարանում, 7-8 մարդ ներս մտան, ես արդեն իսկույն ջոկեցի, դատախարչության շտովում հասկացի, սա ցեսանք ովքեր են, ասի տղաներ ինչ եք կարծում, այդքան շատ չեք 75 տարեկան նա դիցուկի ձեռբակալելու համար էլի, իրար դուրս չեք արին խոսելավոճը, ընդհանրեն 15-20 րոպե խոսելուց հետո մեկը իրանք շատ կորեկտ պահեցին իրանք, ամենազնույցան ասում, վեցի տղաներն են շատ կորեկտ, ասես ինքերոս գյուղապետարանը ով բերում, ասի ես, ասեց էլ ինչ, տարա սպորտզալը, 26.5 միլիոն դրամի արժողությամբ նախագծային, ես 6.5 միլիոնով եմ արել, կոյուղի եմ սարքել այդ սպորտզալի համար, սպորտզալի ունեմ վերանորոգված, մանկապարտեզը ասացի, կտա մանկապարտեզը ցույց տվեցի, եւ այդ տղաներից մեկը չեմ ուզում ասել, ասեց ինքերոս է կան, բայց ինչքան անբարոյական են ձեր գյուղացիները, որ այդքան դիմաց քեզ վրա գրում են։ Մա ինչ ասեմ, եթե մարդը խիղճի կորցրել է, ու գրում է։ Ինչ են գրել ձեր վրա։ Ինչ, օրինակ կոնկրետ վեցը որ եկել է, ինչ են գրել։ Եկան ուրեմն որ Չարաշահում եք արել, Չարաշահում ասացի չէ ես, Հասարակյան Արշակ։ Ուրեմն իր եղբոր տղան Հասարակյան Հակոբը գյուղապետի տեխնատուր, Հասարակյան Արշակը տեխնատուրի հորեղբոր տղան է, նույն ցեղից են։ Ուրեմն սա 6-ում ասում Արշակ, դու ասացիր ես քեզ կունտանիքին հանեցի թաշտի մեջ լողանալուց, ինչ ես ինձ վրա գրել։ Ասում բա դու գործը տվել ես դատարան, չբողոքեմ։ Հիմա ես խնդրեմ նայեք, Հասարակյան Արշակի հարկային պարտավորությունը 77,000 հիմնական հարկն է, 91,000 տուժ տուգանքն է։ Այսինքն սա ոչ թե այս տարվա հարկն է, նախորդ տարիների հարկն է։ 79 պլյուս 91 պլյուս 91 Ինչ դաժան եք։ Չեմ ես դաժան, եւ որ հարկային պարտավորությունը չկատարելու համար, հարկային պարտավորությունը ինչպես է ընկերներ ջան։ Ուրեմն հարկը տվյալ տարում ուզում ես մինչև նոյեմբերի 15-ը կեսը, իսկ կեսերը ուզում ես մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը։ Միած մասնավորեցրեք դա ինչը բանը, հողի, հող, գույք, ամեն ինչ։ Եթե դու չես մուծում ժամանակին, ամեն ուշացրած օրվա համար ըստ օրենքի 0.15% ամեն օրվա, գալիս դուրս տուգանք։ քանի տարվա են դրանք։ 4 տարի, 5 տարի, 6 տարի։ Եվ ես քննադատական խոսք եմ ուզում ասել մեր նախկին իշխանություններին, որ բռնեցին հարկերը 2008 թվականին հիշում եք հարկային պարտավորությունը չեղել արեցին, ու մարդկանց մոտ այն հոգեբանությունը ասում են, ես տալիս եմ, էլի կան, եւ հոգեբանությունը հիմա գործում է։ Դա ասում են, նորել այդ կանեն, էլի չի պետք է հարկերը տան։ Եվ գյուղապետն այսօր կանգնած է երկու բանի արանքում, ես չեմ վախենում հարկերը այդ մեթոդով հավաքելուց։ Այս միայն ուզում ես 1000 чи 10000 թշնամի վաստակեմ։ Ինձ համար սուրբ է իմ պարտականությունը, եթե ես գյուղապետ եմ, ես պետք է հավաքեմ, այլապես բարոյական իրավունքություն եմ աշխատելու։ Պարոն Հովսեփյան,